Փորձեմ մի փոքր կրքերը հանդարտեցնել եւ խոսեմ Երևանի, երևանցիների, Երևանի պատվավոր քաղաքացի թեմայից։ Մի փոքր հակասություն կա պարոն Սուրեն Գրիգորյանի հետ, որովհետեւ իհարկե մարդը պետք է ամբից աշխատանքային գործունեություն ծավալի եւ հիմնականում Երևանին նվիրված իր ստեղծագործություններով կամ աշխատանքով մեծ ներդրում ունենա։ Բայց դրանից զատ նաև պատվավոր երևանցին պետք է օրինակ լինի ընդհանրապես յուրաքանչյուր երևանցու համար, որի մասին նաև ես կնշեմ իմ ելույթում։ Երևանը երանելի է։ Երևանի մշակույթը վառ է, գունեղ, հարուստ ու ինքնատիպ, այն աշխարհին ներկայանալու մեր անձնագրերից է։ Մեր հպարտությունն է, այն ողջ հայության համապարփակ լեզուն է։ Եվ ես շատ հպարտ եմ, որ կան այնպիսի երևանցիներ, որոնք իրենց անմնացորդ նվիրումով արժևորում են հայոց հավերժական հույսի տուֆակերտ ապարանքը, մեր սիրելի Երևանը։ Երևանի իրական հարստությունը երևանցին է, հունցված արևից եւ բարությունից, որի գործունեության շնորհիվ է քաղաքը դարձել թանգարան բաց երկնքի տակ։ Երևանում ծնվել է, սակայն դեռևս բավարար չէ երևանցի կոչվելու համար։ Նա պետք է առաջին հերթին ազնվազարմ լինի։ Երբևէ մտածել եք, դուք երևանցի եք, թե պարզապես Երևանում եք ծնվել, այսինքն Երևանից եք։ Քաղաքին պատկանելությունը չի որոշվում միայն գրանցման վկայականով, անհրաժեշտ է սիրել քաղաքն ու սրտացավորեն նվիրվել հայրենիքին, ունենալ երևանցուն հարիր կերպար, աշխատասիրությամբ, ճիշտ պահվածքով, մաքուր կենցաղով, հյուրասիրությամբ, կոկիկ տեսքով, կրակոտ հոգով։ Սա կարծում եմ բանաձև է երևանցուն ներկայացնելու համար։ Երևանցին սակայն ըստ էության մարմնավորում է միասնական հայի կերպարը եւ իսկական երևանցի էին նաեւ Պետրոգրադից եկած Ալեքսանդր Թամանյանը, Վանեցի Գուրգեն Մահարին, Կարսեցի Չարենցը, Պորսեցի Հերաչյան, Գորիսեցի Բակունցը, Գյումրեցի Ֆրունզը եւ շատերը։ Հարգելի երևանցիներ, եթե սիրում ես քո քաղաքը, այդ սիրուց հաստատ մի լավ բան ծնվում է։ Կլինի բանաստեղծություն, կլինի երգ, կտավ, քանդակ, գիրք, նաև քաղաքին երբևէ չդավաճանելու անվերապահ երթում։ Համոզված եմ, որ Երևանի պատվավոր քաղաքացու կոչում ստանալու մեր 3 հավակնորդները չնայած Մարգ Գրիգորյանի հանդեպ որոշակի վերապահումներ կան, բայց գրականագետ Ավետիք Իսահակյանը, լրագրող Մարգ Գրիգորյանը եւ նկարիչ Տարոն Մուրադյանը արժանի են այդ կոչմանը։ Եվ մենք արդեն քվեարկեցինք Ավետիք Իսահակյանին երևանցի պատվավոր կոչում տալու համար, եւ Մայր Հայաստանը 2 արժանի տեխնացուների հանդեպ նույնպես քվեարկելու է եւ պաշտպանելու է նրանց տեխնացությունը։ Այս ամենի հետ մեկտեղ սակայն պետք է արձանագրել, որ աղարտվել է Երևանի դիմագիծը, կորել է երևանցու ժպիտը, խամրել է աչքերի փայլը։ Մարդիկ մի տեսակ մտահոգ են դարձել, չեն բարևում միմյանց, պակասել են իրարաձույլ թևանցուկ զույգերը։ Մեր հայրենիքը բռնազավթվել է եւ փորձ է արվում խեղդել ամեն ազգայինը, ոչնչացնել մեր հոգեվոր ինքնությունը, ջնջել պատմական արժեքներն ու հիշողությունը, խլել բիբլիական Արարատը։ Տեղին այստեղ հիշել Ուինստոն Չերչիլին, իր անցյալը կորցրած ժողովուրդը կորցրել է նաեւ իր ապագան։ Ազգը մասնատող նրա իրական արժեքները եղծող զավթիչը ունի հզոր մի բանակ, որը հիմնավոր ճամբար է խփել մեր երկրում եւ ամբողջովին ազատություն տվել չարը տարածող իր ասպատակիչներին։ Դրանք են պարտադրվող օտարարժեքները, կրոնական աղանդները, ներմուծված հոգեվոր մշակութային այլաբանումները, տեղական սցենարիստների նողկալի սերիալները, փողոցային հայոյախառն խոսելաձևը, համատարած ամբարտավանությունը, Սուտ խոսելը օրակարգ դարձրած պայելաձևը, կրթական համակարգի այլասերումը, ազգային երգի փոխարինումը ռաբիս այլանդակ կլկլոսներով։ Այս ամենի պատասխանատուն իհարկե առաջին հերթին իշխանություններն են, որովհետև չկա գրաքննություն, ամեն ինչ արվում է ըստ իրենց քիմքի, ճաշակի։ Վառ օրինակ վերջերս տեղ ունեցավ մեր սիրելի Երևանի նվիրված տոնակատարությունը, Երևանի Երևանը, որի ժամանակ հերթական անգամ ցույց տրվեց նրանց դեմքը եւ դավանած արժեքները։ Ու ամփոփում եմ, ինչ են կանում, քեֆ են կանում, հորս արև լավ են կանում։ Ոնց է լինելու, լավ է լինելու։ Իսկ քաղաքը տխուր է, տրտմած։
Եվ երգը երաժշտությունը անասելի ազդեցություն ունի մարդկանց վրա։ Ու Թաթայի համերգը ավելի շատ իշխանական քարոզ էր, քան նվեր Երևանին։ Արդյոք չէր կարելի այդ բազմամիլիոնանոց համերգների մի մասը հատկացնել եւ նվեր անել հենց Երևանին։ Էրբոնի Արգելոցի, Կարմիր Բլուրի, Շենկավիթի պատմական հուշարձանների վերականգնման աշխատանքներին, այնտեղ տանող ճանապարհների վերականգնմանը, նոր գրքերի, երգերի բանաստեղծությունների ստեղծմանը, մի խոսքով։ Այնքան հրաշալի նվերներ կարելի էր մտածել մեր Երևանի ծննդյան օրվա առթիվ։ Շնորհակալ եմ Երևան, որ կաս եւ իմ օջախի օջախն ես։ Պարոն Հարոյան, երևի այդ օրը չեք դուրս եկել, գնացել Կասկադով չեք անցել, Մալիբուի այգով չեք անցել, օպերավ չեք անցել, որտեղ եղել է դասական, ջազ, ռոք երաժշտություն։ Քրիստինե, հա? Մեկ րոպե արձագանք եկա։ Ես պատկերավորն եմ ասում, որը ես կորոշեմ, որը ոնց նկարագրեմ։ Շնորհակալություն ձեզ։ Չէ, մի րոպե արձագանք եմ, ամեն ինչից ես տեղյակ եմ, բոլոր, այո, այդ համերգներից էլ տեղյակ եմ, ես այդ բանի մասին եմ խոսում, որ մենք դեմ չենք համերգներին, թող լինի տոնախմբություն, թող լինի համերգ, բայց որ այդ մակարդակի գլխավոր համերգը Թաթայի Ռաբիզ երաժշտությամբ եւ իհարկե պետք է մտածել Երևանին նվեր անել, Երևանին ինչ որ ձևով օգնել, ճանապարհներ են, հուշարձաններ ունենք, հազարի մի հարցեր ունենք։ Պարոն Հարոյան, Թաթան էլ մեր Երևանի կոլորիտներից մեկն է եւ մեր ժողովրդի կողմից սիրված երգիչ է։